Հիմա առաջին անգամ տեսնելու ենք խանութը։ Ոչ բոլորը կկիսվեին այսպիսի ինֆորմացիայով։ Ուղիղ մի տարի անց ես չունեմ հիպոթեկ։ Full House-ը շարունակություն է ունենալու ֆիլմի տեսքով։ Ես գիտեի, որ գալու է մի օր, որ դու պետք է գնաս։ Վարորդը առանց հարց ու փորձ անելու միանգամից սկսում է գորգռալ։ Ինչը կարող է լինել էլ ավելի լավ։ Ցույց տանք նաև օտարազգերին, որ հայը մեր Արամը ինչ երաժիշտել է երգիչ է եղել։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT-1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք ԳԱԻ 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Hey, Դեռ գինով ցած եք, թե արդեն հետ եք եկել գինու գլխապտույտ առաջացնող օրերից։ օրինակ մենք չենք հասցրել նշել, հիմա ենք նշում։ Ինչը չես կարող ասել քաղաքի մասին, որը շատ ակտիվ նշում էր այս տոնը։ Կանաչ մասկան էլ կար, տեսակ։ Իդեպ աստղային նորություններն էլ են հասցրել գինու պես հասունանալ։ Հա, հասունանալը այն խոսքը չի։ Աբսուրդն ու սկանդալն էլ ձեռք-ձեռքի են տվել քիփ քայլելով մեր ուղղությամբ։ Դե մենք էլ իհարկե պահը բաց չենք թողնի եւ կներկայացնենք ձեզ Սիրուշոյի բիզնեսները, Էլենի հարկերը, Full House-ի նոր ֆիլմը եւ շատ ու շատ այլ սենսացիոն նորություններ։ Ուխ, զգում եմ հաղորդումը թեժա լինելու։ Եվ այսպես, Տարվա բիզնես woman տիտղոսին այս տարի արժանացավ Սիրուսոն, Այո, Սիրուշոն այս տարի բացել է իր նոր խանութ սրահը զարդերի բիզնեսի հետ կապված Լոս Անջելեսում։ Հիմա առաջին անգամ տեսնելու ենք խանութը։ Կամ աշխատելուց հետո, oh my god։ Հայկական երաժշտությունը։ բացման արարողությանը հյուրընկալվել էին արվեստի, նորաձևության եւ բիզնես աշխարհի ներկայացուցիչներ։ Զարդերի հավաքածուն նույնպես թարմացվեց երգչուհու կողմից։ Անվանակոչվելով Վանք հավաքածու։ Սա մեր ամենաշքեղ հավաքածուներից է, որը կրելիս մի տեսակ մեջ կտուղվում է։ Հուզիչ է։ Իսկ որքանով եք դուք հավանել նոր հավաքածուն։ Արդյոք անհրաժեշտ են ազգապահպան բնույթ կրող զարդեր, թե դրանում անհրաժեշտություն չեք տեսնում։ Արդեն որերորդ դեպքն է, աստղերը բողոք են հայտնում այն ծրագրի վարորդներից, որոնք Այն ծրագիրը ո՞րն է։ դե այն էլի դեղին ու սև լոգոյով է, հասկացաք։ Հա, հիշեցի, այն դեպքն էր, որ Լիա Զախարյանին վարորդը անպատվեց, չէ։ Դուք ինձ ասացիք աննասուն։ Հա, բան ասում ես, բա ինչ ասեմ։ Այն մոչ խար, բա քեզ ինչ ասեմ։ Այո, սա էր, հնչում է ողբերգական։ Լիան էլ տակ չմնաց։ Իսկ թե ինչու տեսանյութը տեղադրելուց չեմ փակել վարորդի դեմքը, որովհետև ուզում եմ իրան դեմքով ճանաչեք։ Լավ, ասելիքդ ի՞նչ է։ Հիմա էլ դերասանուհի Էվելինա Շահիրյանն է բողոքում վարորդից։ Փաստորեն Էվելինան նստել էր ավտոմեքենան նորածինը ձեռքին եւ հանկարծակի ուսապարկով փոկել էր վերևում գտնվող սպունգանման հատվածը։ Չնայած նրան, որ երեխան քնած էր, իսկ Էվելինան հանկարծակի էր դա փոկել, վարորդը առանց հարց ու փորձ անելու միանգամից սկսում է գորգռալ։ Դերասանուհին իհարկե պահը բաց չի թողնում ու սթորի բաժնում հրապարակում է վարորդի լուսանկարը, գրելով, որ նա վարորդ կոչվելու իրավունք չունի։ Իհարկե, պատմությունը նողկալի է, ինչ խոսք։ Եթե նկատեցիք, վերջերս թրենդային է սկանդալային մարդկանց լուսանկարների հրապարակումը։ Դավաճանների, գողերի, սրիկաների լուսանկարները հրապարակվում են տարբեր էջեր, այլ մարդկանց կանխազգուշացնելու նպատակով։ Դե երբեմն նաև մի քիչ փիառվելու համար։ Վիճաբանության ճիշտ ու սխալ կողմի մասին մեկնաբանությունները բաց են հենց ձեզ համար։ Բլոգեր Էլենը, ով 1 տարի առաջ բնակարան էր գնել, նկարում է հոլովակ, որտեղ խոսում է վարկի մարման մասին։ Ես փակել եմ իմ հիպոթեկը, ծրել եմ հիպոթեկս 15 տարով։ Ուղիղ մի տարի անց ես չունեմ հիպոթեկ։ Բավականին անկեղծ հոլովակ է, ոչ բոլորը կկիսվեին այսպիսի ինֆորմացիայով։ Շնորհավորում ենք Էլենին մեծ վարկը մարելու կապակցությամբ։ Այո, բավականին մեծ նպատակասլացություն ու աշխատասիրություն է պահանջվում նման ֆինանսական մակարդակին հասնելու համար։
Քրիստինա, իսկ ինչ ես կարծում, բլոգերը որտեղ պիտի սահմանը չանցնի քո կարծիքով։ Իմ կարծիքով հիմա սահմանները բավականին խախտված են, որովհետև ամեն մեկը տեղադրում է այն, ինչ իրեն հետաքրքիր է։ Օրինակ, ոմանց համար Instagram-ը պարզապես գեղեցիկ պատկեր տեղադրելու համար է, գեղեցիկ նկարներ եւ հոլովակներ։ Իսկ որոշ մարդիկ դա օգտագործում են որպես հոգեբանական թերապիա, այսինքն այդտեղ կարող են կիսվել իրենց ընտանեկան խնդիրներով, իրենց առօրյայով եւ այլն։ Այսինքն կան մարդիկ, ում համար գլխավոր նպատակը հետեւյալն է՝ ուշադրություն գրավել ցանկացած գնով։ Եվ ամեն դեպքում, գիտեք, կան որոշ թեմաներ, որ պետք է մի փոքր հեռու պահել նախանց աչքից։ Իսկ դուք ինչ եք կարծում։ Գրեք մեկնաբանություններում։ Այսօր մեզ պոզիտիվ չէ։ Գերպոզիտիվ նորությունների շղթա է սպասվում։ Այդքան դասական դարձած։ Նոստալգիկ։ 5000 տարի ակտուալ Full House-ը շարունակություն է ունենալու ֆիլմի տեսքով։ Գուշակեք, ինչ պրոյեկտի վրա եք աշխատում։ Կարող եք գուշակել։ Դա։ Եթե սպասում եք ֆիլմին այնպես, ինչպես որ ես, ապա գրեք մեկնաբանություններում, արդյոք այն կգերազանցի սիթքոմին, թե ոչ։ Այս երկու շաբաթվա ընթացքում աստղային հարսանիքները նույնքան շատ էին, որքան կոմենտները անվճար նվեր ստանալու մասին հոլովակներում։ Ամուսնացան դերասաններ Վաչա Երիցյանը եւ Սրփուհի Բալայանը։ Դասական հարսանիք, որտեղ հարց լուծողը տղամարդն է։ Իսկ կինը գլուխը հենած ամուսնու վստահելի ուսին։ Չենք կարող չխոսել նաև ոչ թե պարզապես բում Չէ, առաջացրած, այդ շատ մեղմ կլինի։ այլ իսկական պայթյուն առաջացրած մենչի դստեր հարսանիքի մասին։ Աղջիկս, ես գիտեի, որ գալու է մի օր, որ դու պետք է գնաս։ Էլինա Պետրոսյանը բլոգերը, ով Instagram-ում ունի 77000 հետևորդ։ Ահա եւ հոլովակ ամուսնու հետ։ Մաղթում ենք բոլոր նորապսակներին սեր եւ երջանկություն։ Եվ ուզում ենք ձեզ հիշեցնել, որ հայերը շատ լուրջ են վերաբերվում 3 թեմաներին։ Հարսանիք, Եվրատեսիլ, լաբուբու։ Ոչ չէ, իհարկե։ Հայեր ջան, գրեք ձեր տարբերակը մեկնաբանություններում։ Բա որ ասում եմ գերպոզիտիվ հաղորդումը։ Հարսանիքներից խոսացինք, հիմա անցանք հաջորդ թեմային։ Վերջերս մեդալի հակառակ կողմը ֆիլմի դերասանուհի Աննա Մաքսիմին նվիրել են բավականին թանկարժեք նվեր։ Հոլովակի տակ գրված էր հետևյալը. երբ գնում ես սովորական ֆոտոշութի, բայց պարզվում է, որ անհնարինն արդեն դարձել է կյանքի մի մաս։ Ահա այսպիսի ճոխ նվեր է ստացել Աննան։ Գրեք ձեր կարծիքով, թե որն է ցանկացած կնոջը երջանկացնող նվերը։ Օրինակ ֆոտոշութը Solens ֆոտոստուդիայում։ Թող մտածեմ։ Դե իհարկե, այո, յուրաքանչյուր կին միայն ուրախ կլինի նոր լուսանկարների պրոֆեսիոնալ ֆոտոստուդիայում։ Շատ ճիշտ ես։ Իսկ դուք գրանցվելու համար զանգահարեք կամ գրեք Solens ֆոտոստուդիոյի Instagram-յան էջին։ 4 Grammy ստացած կանադացի երաժիշտ The Weeknd-ը վերջերս նկարահանել է իր հոլովակը Հայաստանում։ Ֆանտաստիկ է։ 4 միլիոն դիտում 5 օրում։ Թվերն ասում են լավ արդյունքի մասին։ Հայկական էլեմենտներ, եկեղեցի, խաչքար։ Հայկական լավ արժեքների ընդգծում համաշխարհային մասշտաբով, ինչը կարող է լինել էլ ավելի լավ։ Իսկ եթե երգերի մեջ դկցկ վիճակներից բացի գնահատում եք նաև տեքստը, հա, էլի այդ մասով էլ կլուսաբանես։ ասեմ, երգը կյանքը շարունակելու մասին է։ Երգիչը լոգանք ընդունելից պարալիչ է ունենում, եւ նրան թվում է, թե որևէ մեկը անընդհատ նրան հետապնդում է։ Հետո ջուրը լցվում է թոքեր, բայց ձայներն ասում են. շարունակիր ապրել։ Շուտով ծնվելու է նոր ֆիլմ դասական հայկական ռաբիզի գուրու Արամ Ասատրյանի մասին։ Այդ մասին պատմում է Արտաշ Ասատրյանը Սոնա Սաֆարյանի հետ հարցազրույցում։ Ցույց տանք նաև օտարազգերին, որ հայը մեր Արամը ինչ երաժիշտ է, երգիչ է եղել։ Ֆիլմը լիարժեք նկարագրելու է Արամի լավ ու վատ օրերը, մանկապատանեկան շրջանը, համերգները։ Վերջի վերջո չմոռանանք, նա 500-ից ավել երգերի հեղինակ է։ Բավականին աշխատասեր մարդ ու հայ ժողովրդի կողմից սիրված աստղ։ Սոնա Սաֆարյանի հետ հարցազրույցում էլ Արտաշ Ասատրյանը բացում է փակագծերը եւ պատմում, որ ֆիլմում նկարահանվելու են Արմենչիկը, Թաթան, Արկադի Դումիկյանը, Լիլիթ Կարապետյանը եւ շատ ուրիշներ։ Կան ընկերներ, որ դեռ չեն հավատում, որ այդ ամեն ինչը ասվել են պետքա լինի, բայց առաջ Աստված առողջ լինեք, այդ ամեն ինչը պետքա լինի։ Այն, որ ֆիլմը սենսացիա կառաջացնի, ակնհայտ է։ Նկարահանումներ իրականացվելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Գրեք, արդյոք սպասում եք այս ֆիլմի թողարկմանը։ Ահա եւ վերջ, այսօրվա նորությունները սպառվեցին։
Գրեք ով է ձեր սիրելի եւ գուցե չսիրելի աստղը, ում մասին կցանկանաք ինֆորմացվել։ Կամ ընդհանրապես չեք ուզի ինֆորմացվել։ Իսկ մենք աշխատում ենք ձեզ համար։ Ձեզ հետ սիրով աշխատեցին Կրիստինան եւ Մանանը։ Լավ օր։